Ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, հարուստ մարդիկ ունեն մեծ պարտքեր։ Սրանք լավ պարտքեր են, քանի որ օգնում են ակտիվներ կառուցել եւ արդյունքում ավելի շատ վաստակել։ Եվ դու նույնպես կարող ես օգտագործել այս տեխնիկան։ Ինչպես են վարվում նրանք։ Հայտնի ներդրողները վերցնում են պարտք որոշակի տոկոսադրույքով եւ ներդնում են այդ գումարը այնպիսի կազմակերպության մեջ կամ սեփական այն նախաձեռնություններում, որոնք ավելի մեծ տոկոսադրույքով են գումար գեներացնում, քան վերցրած պարտքը։ Օրինակ, եթե պարտքի տոկոսադրույքը 4% է, ապա նրանք ներդրում են կատարում 10% եկամտաբերությամբ բիզնեսում։ Միևնույն ժամանակ, սեփական գումարը նրանք ակտիվորեն պահում են ներդրումներում։ Այսպես կարիք չի լինում սպասել, մինչ նրանք կունենան անհրաժեշտ գումարի չափը մեծ ներդրումներ կատարելու համար։ Մեծ վարկ վերցնել եւ կրկնել նույնը ամենևին էլ անհրաժեշտ չէ։ Պարզապես մինչ պարտքի մասին որոշում կայացնելը, հարցրու ինքդ քեզ, արդյոք սա ներդրում է ակտիվների մեջ, թե ուղղակի հերթական ծախս։ Կան որոշակի պարտքեր, որոնցից հարկավոր է խուսափել, այդ թվում վերջին սերնդի հեռախոս կամ մեքենա ունենալու համար արված պարտքը։ Սա փաստացի ծախս է, որը գնալով կորցնելու է իր արժեքը։ Այսպես ստեղծելու եք պարտքի անվերջանալի շրջան, երբ հարկավոր է շարունակ նոր պարտք վերցնել հին հաշիվներից ազատվելու համար։ Իսկ եթե պարտքը վերցնում եք ներդնելու կրթության կամ անշարժ գույք ձեռք բերելու համար, սա ծառայում է որպես լավ պարտք։ Հետևեք մեզ ավելին իմանալու համար։